Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերն է, ես Գառնիկ Թավթյանն եմ, կարևորի մասին նախ համառոտ։ Հայաստան-Իրան հարաբերությունները մտնում է նոր փուլ, Երևանում Իրանի դեսպանատանը նշել են Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձը։ Ադրբեջանի տարածքով հացահատիկի փոխադրում, ինչ է հայտարարել Փաշինյանն ազգային ժողովի ամբիոնից։ Ինչ որոշում է կայացրել դատարանը հայ առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ։ Երևանի փոսերն ու վնասված մեքենաները, ով է փոխհատուցելու վնասը։ Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայ առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը, հայտնել է Սպուտնիկ Արմենիան։ Փաստաբանները միջնորդել էին, որպեսզի դատարանը վերացնի նախկին հոգևորական Արման Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, որով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել է մինչև դատական վերջնական ակտի հրապարակումն ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանը որոշումը հրապարակել է փետրվարի 11-ին, այն ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։ Այսօր Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է։ Բագրատ Սրբազանը ուղերձ է հղել կալանավայրից։ Սրբազանի խոսքով փորձ է արվում Վարդանանց սխրանքը նվազեցնել, սահմանափակել, տեղափոխել քաղաքական դաշտ, վասակի դավաճանությունը ներկայացնել որպես մեծագույն դիվանագիտություն, որը պատրաստ էր ամեն ինչ զիջել, ինքնություն, տարածքներ, գիտակցություն։ Փաստորեն իրական Հայաստանում դավաճանությունը դիվանագիտություն է, իսկ հերոսությունն ու սխրանքը ծաղրանք, գրել է arczepiskopos-ը։ Մեր պայքարը չի ավարտվել ու չի ավարտվելու, որքան էլ այն երկար ու տառապալից թվա։ Եվ այն անխուսափելիորեն հասնելու է հաղթանակի, որովհետև ինչպես Ղևոնդյանց, այնպես էլ Վարդանանց եւ այնպես էլ մեր պարագային, մենք ապրում ենք մեր կենսագրության, մեր պատվի, մեր գալիքի պատասխանատվության խոր գիտակցությամբ։ Ավետյաց երկրի եւ հոգեոր Հայաստանի տեսիլքով, որը մեզ չի ընկճի, ոչ շղթան, ոչ կապանքներ, ոչ զնդան։ Օրվա խորհրդի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Արագածոտնի թեմը։ Այս օրերին, երբ հայ առաքելական Սուրբ եկեղեցին կանգնած է փորձությունների եւ մարտահրավերների առջև, մենք վստահ ենք, որ փորձությունների միջով անցնող եկեղեցին զորանում է, աղոթքով, համբերությամբ եւ ճշմարտության մեջ հաստատակամ մնալով, ասված է հայտարարության մեջ։ Քրիստոնեական համերաշխություն կազմակերպության հանրային իրազեկության հարցերի տնօրեն Ջոել Վելտկամպը հոդված է գրել բանտում Բագրատ Սրբազանին տեսակցելու մասին։ Նա գրել է, որ Հայաստանը վերջին երկիրն էր, որտեղ սպասում էր այցելել բանտում գտնվող arczepiskopos-ին։ Վելտկամպը գրել է, որ Արևմուտքի ռազմավարությունը տարածաշրջանի համար Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը կապող տնտեսական միջանցքն է ստեղծումն է, որը թույլ կտա Եվրոպային, Կենտրոնական Ասիայից նավթ եւ գազ ստանալ, նաեւ ապրանքներ Չինաստանից, սակայն նրա խոսքով նման պայմանավորվածությունը վտանգում է Հայաստանը մշտապես խոցելի եւ տնտեսապես կախված դարձնել այն ուժերից, որոնք իրականացրել են հայոց ցեղասպանությունը եւ Արցախում էթնիկ զտումները։ Իրական Հայաստանն արևմտյան կողմնորոշմամբ պետություն է, որը կենտրոնացած է այստեղ ապրող մարդկանց տնտեսական օգուտները ապահովելու համար։ Փաշինյանի համար ցեղասպանության հիշողությունը, Ղարաբաղում եւ Անատոլիայում կորցրած հայրենիքները եւ նույնիսկ համաշխարհային հայկական սփյուռքը շեղում է ուշադրությունն իրական Հայաստանից։ Հայոց եկեղեցին բացահայտորեն մարտահրավեր է նետել վարչապետի օրակարգին։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում հանդիպել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամի հետ։ Քննարկվել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների եւ ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։ Ընթանում է կառավարության հերթական նիստը, պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը։ Կառավարությունը համապատասխան օրենսդրական նախագիծ է ներկայացրել։ Իսկ զուգահեռ ընթանում է նաև ազգային ժողովի հերթական նիստը։ Խորհրդարանը քննարկել է օրակարգի 29 հարցից 28-ը։ Մնացել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնից ազատման հարցը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը շեշտում է, որ Հակոբ Հակոբյանը որպես հանձնաժողովի անդամ խախտել է սահմանադրական պահանջը։ Դուք էլի նույն բանն եք անում, դուք մոռանում եք, որ դուք այստեղ եք որպես ՀՌՀ անդամ, որը խախտել է սահմանադրական պահանջը ՀՌՀ անդամի։
Եվ նորից դուք տանում եք ձեր մշակութային ոլորտ, դուք ՀՌՀ անդամ եք, եւ այստեղ ներկայանալով ամենամեծ կուսակցության անդամ, ասել է թե ժողովրդի, դուք փաստորեն հայտարարելով դա դուք խախտում եք ժողովրդի ամենամեծ, ամենագլխավոր մայր փաստաթուղթը, սահմանադրությունը, մայր փաստաթուղթը խախտողը չի կարող իրեն հայտարարել ժողովրդի ամենամեծ կուսակցության անդամ։ Դուք չեք կարողանում ընկալել, թե չեք ուզում ընկալել։ Պատասխանեցիք հարցին Դաշնակցության գաղափարախոսության մասով։ Դուք ավարտեմ։ Դուք տեսեք, անգամ չգիտեք Դաշնակցականի երթումը, որտեղ կենտրոնում հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի համար, իրավունքների համար, ազատության համար պայքարն է։ Դուք հիմա այդ ամբիոնից արտահայտություն եք անում առանց խորությամբ տիրապետելու։ Եթե տիրապետում եք, խնդրեմ, որպեսզի այ հենց այդ մասով ներկայացնեք։ Ռուսական երկաթուղիներ ընկերությունը հայտարարել է, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի փոխադրումը Հայաստան դարձել է կանոնավոր։ Հիշեցնեմ, որ հերթական խմբաքանակը հասել էր նախորդ շաբաթ։ Հայաստան էր ժամանել 25 երկաթուղային վագոն, բեռնված 1746 տոննա հացահատիկով։ Այս համատեքստում էլ Փաշինյանն ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ մեր բիզնեսը պետք է արձանագրի։ Արտահանման երկաթուղային ուղին Ադրբեջանով բաց է։ Ադրբեջանից հավաստիացումներ էլ ունենք։ Իսկ ապաշրջափակման համատեքստում գործնականում այնպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման հարցը չեն քննարկում։ Ֆիալետովոյի հատվածում այնտեղ շատ կարճ միջակայք կա, եթե Իջևան Հրազդանի երկաթուղի ճյուղը միացնենք Վանաձոր Գյումրի երկաթուղի ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին երկաթուղ է եւ իդեպ ավտոմոբիլային նույնպես ամենակարճ ճանապարհը, այսինքն Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Ջաջուր, Գյումրի եւ Ախուրիկ։ Այդ ամենակարճ ճանապարհը։ Իսկ թրիփի վերաբերյալ առաջիկա օրերին Միացյալ Նահանգներին կփոխանցեն նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները, որը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած շրջանակի վրա։ Փաշինյանն այստեղ էլ առիթը բաց չի թողել ու խոսել է խաղաղության մասին։ Եկեք տեսնենք, թե ինչա տեղի ունեցել օգոստոսի 8-ից հետո։ Այն ինչ որ տեղի է ունեցել օգոստոսի 8-ից հետո, ամեն ինչը ապացուցում է, որ խաղաղությունը հաստատված է։ Էլի եմ ասում, ճիշտ անգամ, որ բոլոր կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, բայց կոնֆլիկտը ավարտված է, ինչը կոնֆլիկտի հետ կապված խնդիրների լուծման շատ կարևոր նախադրյալ է ստեղծում։ Հայաստան-Իրան հարաբերությունների մասին։ Իրանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման նոր փուլ են մտել, համոզված է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր նշել է ազգային տոնը Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձը։ Դեսպանը շեշտել է, որ Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի եւ Իրանի 150 հազարանոց հայ համայնքը եւ Իրանում գտնվող տասնյակ հայկական կարևոր սրբավայրերը վկայում են այդ անկախտելի կապի մասին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարել է, որ Հայաստանի եւ Իրանի միջև եղած բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները հիմնված են անկեղծության, փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ընդլայնելու եւ խորացնելու Իրանի հետ ռազմավարական հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում։ Երևանում մեքենա վարելը վտանգավոր է։ Ձնհալից հետո մայրաքաղաքի փողոցներում հայտնվել են փոսեր, որոնք լուրջ խնդիր են դարձել վարորդների համար։ Ձնամաքրման սխալ աշխատանքի պատճառով առաջացած փոսերը դառնում են վթարների կամ մեքենաների անսարքության պատճառ։ Իսկ ով պետք է պատասխանատվություն վերցնի այս վիճակի համար։ Սեդակ Յուրեղյանն է անդրադարձել խնդրին։ Չարբախում վարելիս Շիրակի փողոցում կարծեմ
մի քանի անգամ ահռելի մեծ փոստերի միջով եմ անցել, որոնցից որոշները անհնար էր ուղղակի շրջանցել ու անհնար էր տարբեր պատճառներով, նախ որովհետև դրանք չէին երևում, քանի որ լցված էին ջրով, մյուս պատճառն այն է, որ դիմացից եկող մեքենաները շատ հաճախ ստիպված են դուրս գալ իմ գոտի ու այդ պարագայում թույլ չեն տալիս, ես հնարավորություն չունեմ առանց վթար իրականացնելու շրջանցել փոստերը։ Ժաննան չվթարվելու համար կտրուկ թեքել է մեքենան եւ ընկել խոր փոսի մեջ։ Վնասված մեքենան վերանորոգման կարիք ունի։ Դեպքի մասին սոցցանցերում բարձրաձայնելուց հետո պարզվել է, որ ճանապարհների փոսերից տուժած այլ բազմաթիվ վարորդներ կան։ Երևանում ձնհալից հետո փոսերն ամենուրեք են։ Փողոցների փոսերն արդեն խրամատների են վերածվել։ Էքստրեմալ պայմաններում ենք վարում։ Քաղաքապետարանը ոնց հասկանում ենք, ասեք, որ չանենք կարգախոսով է առաջնորդվում։ Ես էլ ջրով լիքը փոսի մեջ ընկա, մեքենայի տակ ինչ-որ բան կոտրել եմ, չեմ հասկանում ինչ, բայց ինչ-որ բան հետս քաշ տալով հասել եմ տուն, վաղը պետք է արեստավորի մոտ տանեմ։ Այս մառախուղին չգիտես, որ մեկին հետևես, հետիոտնին, կողքերից փոսերը շրջանցող մեքենաներին, թե ինքդ քեզ, որ խրամատը չընկնես։ Գայի պողոտան մեկն է վնասված փողոցներից, որտեղ քաղաքապետարանը նորոգման աշխատանքներ է իրականացնում։ Աշխատանքները օգուտ չեն տալիս եւ ամեն տարի իրավիճակը նույնն է։ Արթուր Չախոյանը պարզել է, պատճառը միայն աղուավազից քայքայումը չէ։ Նախատեսված 5-ի փոխարեն 4 սանտիմետրանոց ասֆալտ է արվել 50,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող Գայի պողոտայում։ Ինչ պետությանը վնասը հասցվել, մոտավոր կազմումը 260 միլիոն դրամ, այսինքն 52 միլիոն դրամ, սենց ասած թալանելու դեպքում, մնացած գույքն էլ է վնասում, չէ որ իր պահանջներով հաստությունը չի ապահովել եւ փաստացի դառնում է անորակ ասֆալտ, որն անորակությունը արդեն մենք տեսնում ենք կադրում, քանդվել է։ Քաղաքապետարանից հակադարձում են, չափումն իրականացրել են եւ ասֆալտը համապատասխանում է նախատեսված նորմերին։ Շինարարության վարչությունից նշում են, հունվարին իրավիճակին ժամանակավոր լուծում են տվել, բայց նախատեսել են 200,000 քառակուսի մետր տարածքում ասֆալտապատում ու փոսալցումներ իրականացնել։ Նախատեսել ենք այս ամսվա 15-ից անցնենք արդեն հիմնական աշխատանքներին, քանի որ եղանակային կանխատեսումներից ելնելով պետք է որ թույլ տա եղանակը արդեն նորմատիվներին համապատասխանող աշխատանքներ կատարենք։ Քաղաքապետարանից պարզաբանում են, ամեն վթարի հնարավոր հատուցման հարց անհատական են քննարկում։ Դա ավելի է բարդացնում վարորդների անելիքը։ Մինչ քաղաքապետարանը կսկսի աշխատանքները, բազմաթիվ քաղաքացիներ ամեն օր կոտրում են մեքենաները Երևանի փոսերում եւ մեքենայի վերանորոգումը սեփական միջոցներով են անում։ Մոտ 200,000 դրամի ծախս արդեն արել եմ, այսօր արդեն տարել եմ նորից մասնագետի մոտ, չգիտեմ դեռ ինչքանի էլ կանենք, մինչ այս չեմ դիմել որևիցե կառույցի, որովհետև շատ միանգամից եղան այս բոլոր դեպքերը, բայց պատրաստվում եմ, երևի արդեն այսօր կգրեմ դիմումս, դեռ ուզում եմ հասկանամ կոնկրետ որտեղ պիտի դիմեմ։ Քաղաքապետարանը խոստանում է հիմնական աշխատանքները սկսել ասֆալտը չորանալուց հետո։ Մինչ այդ բարդ ընթացակարգի պատճառով վարորդները շարունակում են ինքնուրույն հոգալ վնասների ծախսերը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարծես թե քայլեր է ձեռնարկում իր դստեր որպես իրավահաջորդի դիրքը ամրապնդելու համար։ Ըստ Reuters գործակալության 5-շաբթի հայտարարել են հարավկորեացի օրենսդիրները։ Հարավային Կորեայի ազգային հետախուզական գործակալությունն ուշադիր կհետևի։ Արդյոք Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը Կիմ Ջու Են կմասնակցի իշխող աշխատավորական կուսակցության առաջիկա նիստին եւ արդյոք նա որևէ պաշտոն կստանձնի։ Ջու Են, որը ենթադրաբար դեռահաս է, ավելի ու ավելի հաճախ է հայտնվում Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցներում, տարբեր միջոցառումների, այդ թվում զենքի նախագծերի ստուգումների ժամանակ հորն ուղեկցելիս։ Իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 2 տասնամյակ գերիշխող դիրք է գրավել թուրքական քաղաքականության մեջ եւ իր իրավահաջորդության թեման երկար ժամանակ տաբու է եղել երկրում։ Սակայն կարծես թե ի հայտ է գալիս նրա իրավահաջորդի մեկ հավանական թեկնածու, գրել է Bloomberg գործակալությունը։ Մի երկրում, որտեղ ամեն ինչ կազմակերպում է Էրդողանն ու նրա մերձավոր շրջապատը, նախագահի կրտսեր որդին աստիճանաբար հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Պետական լրատվական ծառայությունում պարբերաբար հաղորդագրություններ են տրվում Բիլալ
Էրդողանի գործունեության մասին։ Իսկ վերջին նախագահական ժամկետի ընթացքում Էրդողանը կրտսեր որդուն ավելի հաճախ է իր հետ արտասահմանյան ուղևորությունների տանում։ Սկսած Սաուդյան Արաբիայի թագաժարանք Մոհամմեդ բին Սալմանի հետ հանդիպումից, Պակիստան, Մալայզիա եւ Կատար այցելությունները։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Գերլարված գիշեր է եղել Ուկրաինայի եւ Ռուսաստանի մի քանի քաղաքներում։ Ուկրաինայի խոշոր քաղաքներում Կիևում, Օդեսայում, Խարկովում եւ Պոլտավայում հզոր պայթյուններ են որոտացել, իսկ Ռուսաստանի հարավում, Վոլգոգրադի մարզում բնակիչները սոցիալական ցանցերում տեղեկացրել են ռազմական օբյեկտի շրջանում բռնկված ուժգին հրդեհի մասին։ Պայթյուններ են արձանագրվել նաեւ Տամբովի մարզում։ Վոլգոգրադի մարզում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի բանակի գլխավոր հրթիռահրետանային վարչության զինանոցը։ Բռնկվել են լայնամասշտաբ հրդեհ։ Վոլգոգրադի մարզպետը տեղեկացրել է, որ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով հրդեհի մարումը եւ դետոնացիայի սպառնալիքը հաշվի առնելով հայտարարվել եւ իրականացվում է Կոտլուբան բնակավայրի բնակչության տարհանում։ Ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ են նկատվել Իրանի սահմանների մոտ։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հականավային ինքնաթիռը եւ հետախույզ անօդաչուները չորեքշաբթի պտտվել են Իրանի սահմանի մոտ։ Ինքնաթիռը թռել է Բահրեյնից եւ պտտվել Հորմուզի նեղուցի երկնքում, իսկ անօդաչու թռչող սարքերը Աբու Դաբիից ուղևորվել են Օմանիցով։ Այս շաբաթ Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների նոր փուլ է սպասվում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում եւ կարող է ճկուն լինել ուրանի հարստացման լիովին դադարեցումը պահանջելիս։ Ըստ Ֆիդանի դրական կողմն այն է, որ ամերիկացիները կարծես թե պատրաստ են թույլատրել ուրանի հարստացումը Իրանում հստակ սահմանված շրջանակներում։ Իրանցիներն այժմ գիտակցում են, որ պետք է համաձայնության գան ամերիկացիների հետ եւ ամերիկացիները հասկանում են, որ իրանցիներն ունեն իրենց սահմանները։ Միացյալ Նահանգների նախագահն էլ խոսել է գերիշխանության մասին, ասելով, որ իրենք գերիշխում են հիմա եւ այդպես էլ շարունակելու են։ Ավելին, նոր գործընկերներ ունեն, մասնավորապես Վենեսուելան, որտեղից նավթ են ստանում։ Սակայն ամերիկացի առաջնորդը նեղսրտել է, որ եվրոպացի առաջնորդներն իրեն չեն սիրում եւ իր հետ ընկերություն չեն անում։ Այս հայտարարությունը Թրամփն արել է հրեական պետության ղեկավարի հետ հանդիպումից հետո։ Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ասել է, որ շատ լավ հանդիպում են ունեցել եւ երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները շարունակվում են։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը։ Բանաձևն ուղարկվել է Սենատ, սակայն դրա օրենք դառնալու հավանականությունը փոքր է։ Ակնկալվում է, որ Թրամփը վետո կդնի բանաձևի վրա, եթե վերին պալատը հաստատի այն։ Թուրքիայում Էփշտեյնի նման քաղաքացին դժգոհում է մարդկանց անբարյացակամ վերաբերմունքից։ Նրա պնդմամբ իր կյանքը վերածվել է մղձավանջի, մանավանդ 50-ից 60 տարեկան մարդկանց ցուցաբերած վերաբերմունքի պատճառով։ Ես դադարել եմ օգտվել հասարակական տրանսպորտից, հայտնել է նա։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, կհանդիպենք։